Այ Եվա, ինչպես ես դու այն ասեկոսեներին վերաբերվում, որ ասում են, եթե Արուս Տիգրանյանը չլիներ, Հայկն ու Եվան չեն երևա ասպարեզում։ Համաձայն եմ, նախ Արուսի հետ մենք ծանոթացել ենք, մինչև իր լավ երեկոյում հայտնվելը, սկսենք դրանից։ Այդ ժամանակ Արուսին չէի սիրում, ազդում էր վրես։ Մենք իրար հետ արեցինք ստենդափ։ Ես, Հայկը, Արուսը, մեր մի քանի ուրիշ ընկերներ, ու սենց Արուսը իր Pink TV-ն ուներ YouTube-ում հաղորդում, բանկալի հարցազրույց էր վերցնում, ասում եմ, նռոյնացնում է այս աղջիկը։ Հետո քիչ-քիչ, երբ որ իրար ավելի լավ ճանաչեցինք, չգիտեմ ոնց ստացվեց, որ ավելի մտերմացանք ու հիմա առանց իրեն նախ կյանքս չեմ պատկերացնում, բայց միանշանակ, երբ որ դու մոտ ես մեկի հետ ու անընդհատ իրար հետ ես մեկ էլ բում մի օրում ինքը դառնում է շատ հայտնի, մարդիկ ավտոմատ քեզ են ճանաչում եւ դրանից մենք օգտվեցինք։ Չգիտեմ, լավ Հայկի անունից չխոսամ, բայց միանշանակ այդ օգուտ տվեց մեզ։ Բայց սա մենակ Արուսի մասին չի, նաեւ շատ այլ ուրիշ բլոգերների, որ ճակերտավոր մինչ օրս մենք իրարից օգտվում ենք, որովհետև թեկուզ քոլաբներ, բաներ, որ տեսնում եք, հա դա հավես է, բայց նաև դու փորձում ես օգտագործել իր լսարանը, նոր մարդիկ բերես քո մոտ ու նույնը հակառակ կերպով։ Ոնց որ ես հիմա էլի։ Հա, ես էլ նույնը հակառակ էլի, դու երևում ես տարբեր տեղեր, նոր մարդիկ են իմանում քո մասին, բայց դա միանշանակ ար մերսի, հիմա փող եմ աշխատում քո շնորհիվ։ Մի հարց էլ է ինձ շատ հետաքրքիր։ Որպես բլոգեր, օրինակ, դու հավանում ես Արուսի եւ Հայկի կոնտենտը։ Արուսը լավ երեկոյի ժամանակ կար բաներ, որ այդքան էլ համամիտ չէի եւ այլն, բայց հետագայում երկուսով իրար հետ աճեցինք շատ ու հիմա այնքան նույն գծի վրա ենք, որ ես կարիք չունեմ, էլի իր ինչ որ մի բանը հարցականի տակ դնելու, լսելու, որտեղ ես շատ բզիկավոր մարդ եմ, խոսքերից կարճող, որ օրինակ հանկարծ մեկին չվիրավորեմ, վատ բան չասեն, ինչ որ մեկին դա չգիտեմ, հետք չթողնի եւ այլն։ Հիմա կոնկրետ 100% վստահ եմ, որ տենց բան չի կարա լինի, որտեղ այդքան նույն գծի վրա ենք։ Որպես հետևորդ, sense ասած, պաշտում եմ Հայկի գովազդները, լավ որպես բլոգեր էլ, որովհետև իմ համար ֆենոմենալ է Հայկը ոնց կարա, այդքան արագ մտածի ու ամեն անգամ նոր հետաքրքիր գովազդ անի ու տենց։ Իսկ այլ բլոգերներից ում կառանձնացնես, հետաքրքիր է շատ։ Ում կառանձնացնեմ, որ սիրում եմ, հետևում եմ, թե ինչ առումով։ Որ սիրում ես, հետևում ես եւ հատկապես գովազդները շատ սիրում ես։ Հետևում եմ բոլորին, որովհետեւ նախ բոլորի հետ տենց լավ հարաբերությունների մեջ ենք, երկրորդը հետաքրքիր է, վայ հիմա ինչ գովազդ անելու, ոնց համատուցելու։ Օրինակ վերջերս մի հատ ընկերություններից մեկը տենց մեծ գովազդային արշավ էր սկսել, ինձ գովազդ չէին վերցրել ոչինչ, բայց անկեղծ սպասում էի տնայել ամեն բլոգեր ոնց է մեկնաբանելու։ Բայց իմ top սիրած մարդը, որ երբ որ ինքը post անում, անկախ նրանից ուրեմ կառանձնամ, որ այդ վիդեոն մի վայրկյանուշ գոնե նայեմ, այդ Աշոտն Հովանիսյան, ես խելագարվում եմ քո համար, խելագարվում։ Ինքը ֆենոմեն է, ինքը երջանկությունն է ու որպես մարդ ամենահամես, sense հաճելի։ Իսկ իրանից դուրս մնացած բլոգերներին, ովքեր որ իմ ընկերական շրջապատում կամ հետևում են, բոլորին տենց հավեսով հետևում եմ։ Հիանալի։